10 տարվա կորուստներ մեր ետևում։ Վոլոդինան անվանում է այն նշանը, որը 2026 թվականին կհաջողի։ Աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան նշել է, որ 2026 թվականը շրջադարձային կլինի մեկ կենդանակերպի նշանի համար։ Եվ սա պարզապես կարճատև հաջողություն չէ, այլ աճի երկար շրջան, գրեթե մեկ տասնամյակ լճացումից հետո։ Նրա խոսքով ցուլը կլինի փոփոխությունների կենտրոնում։ Կավարտվի 2017 թվականին սկսված ցիկլը, երբ ցուլի շատ ներկայացուցիչներ բախվեցին ֆինանսական սահմանափակումների, կարիերայի դժվարությունների և անձնական անկայունության։ 2026 թվականին մոլորակային տարանցումները, այդ թվում Յուպիտերի և Ուրանի ազդեցությունը, կստեղծեն հազվագյուտ համադրություն, որը կբացի եկամտի նոր աղբյուրներ և հնարավորություն կտա կտրուկ փոխել իրենց կյանքի սցենարը։ Վոլոդինան նշում է, որ գլխավոր գործոնը կլինի ոչ միայն հաջողությունը, այլև ցուլի պատրաստակամությունը օգտագործելու իրենց կուտակած փորձը։ Վերջին տարիներին նրանք սովորել են խնայել, վերանայել են իրենց առաջնահերթությունները և խուսափել ռիսկային որոշումներից, և սա կլինի նրանց ամենամեծ առավելությունը։ Տարվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի աշխատանքային առաջարկներ, որոնցից մի քանիսը կապված կլինեն նոր տեխնոլոգիաների կամ ոչ ավանդական զբաղվածության ձևաչափերի հետ։ Հազվագյուտ փաստ։ Նմանատիպ աստղաբանական կոնֆիգուրացիա արդեն նկատվել է 2008 թվականին, երբ ցուլերը զանգվածաբար փոխեցին մասնագիտությունը կամ սկսեցին իրենց սեփական բիզնեսը։ Աստղագուշակը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական ոլորտին։ Ցուլերի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մարել հին պարտքերը կամ կուտակել զգալի գումար։ Ավելին, գումարը կգա ոչ միայն իրենց հիմնական աշխատանքի, այլև կողմնակի նախագծերի, ներդրումների կամ նույնիսկ հին գաղափարների միջոցով, որոնք նախկինում անհաջող էին թվում։ Մեկ այլ անսպասելի զարգացում է անշարժ գույքի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Որոշ ցուլեր հնարավորություն կունենան շահավետորեն գնել կամ վաճառել տուն, և գործարքները կփակվեն սովորականից ավելի արագ։ Ձեր անձնական կյանքը նույնպես անփոփոխ չի մնա։ Միայնակ ցուլերը կարող են զուգընկերներ գտնել աշխատանքի կամ համատեղ նախագծերի միջոցով, մինչդեռ արդեն հարաբերությունների մեջ գտնվողները կբախվեն իրենց հաղորդակցման ձևերը վերանայելու անհրաժեշտությանը։ Վոլոդինան ընդգծում է, որ 2026 թվականը չի հանդուրժում պասիվությունը։ Եթե անտեսեք հնարավորությունները, ազդեցությունը կլինի ավելի թույլ, քան սպասվում էր։ Տարվա վերջին ցուլերի մեծ մասը կզգա, որ վերջապես դուրս է եկել երկարատև անորոշությունից։ Փոփոխությունները նկատելի կլինեն ոչ միայն եկամտի, այլև վստահության մեջ, ինչը կազդի կյանքի բոլոր ոլորտների վրա։ Այս տարին ավտոմատ կերպով չի լուծի բոլոր խնդիրները, բայց կստեղծի պայմաններ, որոնց դեպքում արդյունքը ուղղակիորեն կախված կլինի անհատի գործողություններից։ Իսկ այս ամենին զուգահեռ, եկեք պարզենք մի հետաքրքիր բան։ Բավական է ապրել սպասման ռեժիմով։ Ինչպես վերծանել ճակատագրի ռիթմերն ու գտնել իրական երջանկություն։ Նկատել եք, որ յուրաքանչյուր 7 տարին մեկ կյանքը կարծես ուժով դուրս է շպրտում մեզ հարմարավետության գոտուց։ Այն, ինչ երեք անսասան ու հաստատուն էր թվում, հանկարծ կորցնում է իր իմաստը։ Իսկ ներսում անընդհատ մեծանում է փոփոխությունների ծարավը։ Պետք չէ վախենալ։ Սա պատահականություն կամ պարզապես բարդ շրջան չէ։ Իրականում մենք ապրում ենք ցիկլերի հստակ օրենքներով։ Կենսաէներգետիկան պնդում է, որ մեր ճակատագիրը զարգանում է ոչ թե գծային, այլ պարույրաձև, ընդ որում յուրաքանչյուր պտույտ տևում է ճիշտ 7 տարի։ Հետաքրքիր է, որ սա զուտ էզոթերիկա չէ։ Գիտությունն ու հոգեբանությունը ևս գալիս են ապացուցելու այս մոտեցումը։ Օրինակ, ապացուցված է, որ մարդու օրգանիզմի բջիջները հիմնովին նորանում են մոտավորապես 7-10 տարվա ընթացքում։ Իսկ հոգեբանական զարգացման փուլերը, ինչպես օրինակ Էրիկ Էրիքսոնի հայտնի տեսության մեջ, ունեն հստակ օրինաչափություններ, որոնք զարմանալիորեն համընկնում են հենց այս 7-ամյա պտույտների հետ։ Այս ցիկլերը հասկանալը սուրճի բաժակով գուշակություն անել չէ, այլ ավելի շատ նման է հստակ ճանապարհային քարտեզով առաջ շարժվելուն։ Երբ հստակ գիտես, թե որտեղ է քո կյանքի ճանապարհի կտրուկ շրջադարձը և որտեղ է հանգստի գոտին, կարող ես վերջապես դադարել անիմաստ պայքարել քամու դեմ և սկսել ապրել լիարժեք քո իսկ հաճույքի համար։
Ճակատագրի ճարտարապետությունը, մեծ քառակուսիներ։ Մեր ողջ կյանքն իրար հաջորդող սենյակների մի մեծ շարան է, որոնք միավորված են խոշոր բլոկներում։ Մեկ բլոկը կամ քառակուսին իր մեջ ներառում է 28 տարի։ Առաջին 28 տարին 028 հիմքի կառուցում։ Այս ընթացքում մենք ձևավորում ենք մեր անհատականությունը, կառուցում մեր էներգետիկ պաշտպանիչ շերտը եւ սովորում ենք տարբերել մեր իրական ցանկություններն ուրիշների պարտադրածից։ Իդեպ ժամանակակից նեյրոկենսաբանությունը հաստատում է սա, ապացուցելով, որ ուղեղի ճակատային բլթերը, որոնք պատասխանատու են ռացիոնալ որոշումների եւ ինքնակառավարման համար, վերջնականապես ձևավորվում են հենց 25-28 տարեկանում։ Այսինքն, ֆիզիոլոգիապես եւս մենք հենց այս տարիքում ենք հասնում լիարժեք հասունության։ Երկրորդ 28 տարին 28-56 պտուղներ քաղելու ժամանակը։ Մենք արդեն դադարել ենք պարզապես կառուցել մեզ, փոխարենը սկսում ենք մեր շուրջն իմաստներ ստեղծել։ Բիզնես, ընտանիք, երեխաներ, նախագծեր եւ անձնական ամբիցիաների իրականացում։ Այս ամենը տեղի է ունենում այն բոժոժի ներսում, որը մենք խնամքով հյուսել էինք երիտասարդ տարիներին։ Սա սոցիալական եւ հոգեվոր կապիտալի կուտակման ամենաակտիվ շրջանն է։ 56 տարեկանից հետո վարպետ մակարդակ։ Կյանքը մտնում է բոլորովին նոր շրջափուլ։ Սա ամենևին էլ ծերություն չէ։ Սա վերադարձ է ակունքներին, բայց արդեն կուտակված կենսափորձի բարձունքից։ Դուք կրկին անցնում եք նույն էտապներով, բայց արդեն որպես իմաստուն ռեժիսոր, այլ ոչ թե շփոթված դերասան։ Հոգեբանության մեջ այս փուլը հաճախ անվանում են կենսափորձի իմաստավորված փուլ։ Ձեր անձնական ժամաչափի վերծանումը 0-ից 7 տարեկան անվտանգության մոգությունը մոր հետ կապի կայացման շրջանն է։ Սա այն ամուր հիմքն է, որի վրա հետագայում կառուցվելու է ձեր կյանքի ողջ շենքը։ Հենց այս շրջանում է դրվում աշխարհին վստահելու մեր ունակությունը։ 7-ից 14 տարեկան հերոսի ընտրությունը ակտիվ հասունացման ժամանակաշրջանն է, երբ երեխան փնտրում է կատարելատիպեր ընդօրինակելու համար։ Եթե ծնողները չեն կարողանում հեղինակություն դառնալ, ենթագիտակցությունը սկսում է դրսում հոգևոր առաջնորդ փնտրել։ Սա ոչ միայն սոցիալականացման, այլև ճանաչողական հմտությունների կտրուկ աճի շրջան է, երբ երեխան սկսում է տրամաբանորեն վերլուծել իր շրջապատը։ Հենց այս 7 տարիների ընթացքում ենք մենք կայացնում առաջին լուրջ որոշումը։ Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ։ 14-ից 21 տարեկան ըմբոստություն եւ կայծի փնտրտուքը ամենասուր եւ բուռն շրջանն է։ Սա անդադար որոնումների եւ ներքին հեղափոխությունների ժամանակն է։ Մենք դեմ ենք դուրս գալիս համընդհանուր կանոններին, ստուգում ենք թույլատրելիի սահմաններն ու աստիճանաբար անջատվում ծնողներից։ 21-ից 28 տարեկան հանդարտություն գլխավոր մեկնարկից առաջ փոթորիկը վերջապես հանդարտվում է։ Մենք առաջին անգամ սկսում ենք լրջորեն մտածել. որտեղ է իմ տեղն այս կյանքում։ Սա սեփական տարածքի փնտրտուքի ժամանակ է, թե ֆիզիկական, սեփական անկյուն կամ տուն, եւ թե մենտալ տեսանկյունից։ 28-ից 35 տարեկան իրականության հայելին